Հաղարջը ամենատարածված հատապտուղն է, որը կարելի է հանդիպել գրեթե ողջ աշխարհում։ Այն աճում է նույնիսկ Սիբիրի կոշտ տարածություններում։ Չի աճում միայն երկու մայրցամաքներում՝ Ավստրալիայում և Անտարկտիդայում։ Առավել օգտակար և համեղ հաղարջը հենց հյուսիսում աճողն է, եթե իհարկե առանց այդ էլ հյուսիսային կարճ ամառը տաք է լինում։ Բոլոր գույնի պտուղները ներառյալ աշխարհում գոյություն ունի ավելի քան 190 տեսակ, չնայած մարդկանց մեծ մասը գիտի միայն սև, կարմիր և սպիտակ տեսակների մասին։ Ռեկորդակիր է վիտամին C-ի պարունակությամբ, ընդ որում այդ վիտամինով հարուստ է ողջ թուփը, սկսած բողբոջներից և ծաղիկներից, վերջացրած տերևներով և հատապտուղներով։ Սև հաղարջը կլրացնի վիտամին C-ի մեծահասակների օրվա չափաբաժնի մոտ 30-ից 40%-ը։ Հետաքրքիր է, որ խաք հաղարջը պարունակում է 4 անգամ ավելի շատ վիտամին, քան հասածը։ Կարմիր հաղարջի տարածվածության բնականոն շրջանը Եվրասիայի անտառային գոտին է, որտեղ աճում է վայրի ձևով։ Հանդիպում է անտառի եզրերին, նախընտրում է գետաբերանները և առվեզրերը։ Տարածվելով առաջացնում է ծածկոցներ։ 1-ից 2 մետր բարձրությամբ մոխրագույն կամ դեղնավուն ցողուններով բույս է, փայտը կանաչավուն է, բայց սնամեջ։ Կարմիր հաղարջի հատապտուղները ուտելի են, դրանք ավելի թթու են, քան սև հաղարջի հատապտուղները։ Այդ իսկ պատճառով հիմնականում օգտագործվում են ջեմեր և տարբեր պահածոներ պատրաստելու համար։ Սկանդինավյան երկրներում հաճախ օգտագործվում է որպես մրգային ապուրների և պուդինգների բաղադրիչ։ Գերմանիայում այն օգտագործում են կրեմներ կամ բեզեներ եփելիս, որպես տորթերի միջուկներ։ Կարմիր հաղարջի ծաղիկները մեղուների համար մեղրատու են։ Այդ հաղարջի հատապտուղները ավելի քիչ շաքար են պարունակում, քան սև հաղարջինը, սակայն շատ են ազատ թթուները։ Ասկորբինաթթուների պարունակությամբ զիջում է սև հաղարջին, բայց C և P վիտամինների լավ աղբյուր են։ Մեծ քանակությամբ թթուներ պարունակելու շնորհիվ հատապտղի հյութը լավ հագեցնում է ծարավը, բացում է ախորժակը, ակտիվացնում է աղիների գործունեությունը։ Այդ իսկ պատճառով լավ միջոց է երկար հիվանդությունից հետո ուժերը վերականգնելու համար, հատկապես անկողնային հիվանդների համար։ Կարմիր հաղարջը նշանակվում է փորկապության ժամանակ, ունի նաև դիաֆորիկ ազդեցություն, այդ իսկ պատճառով օգտակար է մրսածության ժամանակ։ Կարմիր հաղարջի հատապտուղներից պատրաստված մորսը հիանալի զովացուցիչ ըմպելիք է։ Այս հաղարջի ցրտադիմացկունությունը կախված է տեսակների ծագումով, բույսերը ձմռանը նախապատրաստելու պայմաններով, բողբոջների սնաճուկների տարբերակման աստիճանով, ձմեռային շրջանի եղանակային պայմաններով։ Հաղարջի չորացրած տերևները հիանալի համեմունք և բուրավետիչ են տնական պահածոների, մսամթերքի, ձկնամթերքի և տարբեր սոուսների համար, իսկ թարմ և երիտասարդ տերևները հարմար են կվասին հատուկ համ հաղորդելու համար։ Հաղարջը մարմնից հեռացնում է ճառագայթահարման ազդեցությունը, ռադիոիզոտոպները։ Սև հաղարջը օգտագործվում է բնական ներք ստանալու համար, որը լայնորեն օգտագործվում է սննդի արտադրության մեջ։ Հաղարջի կանոնավոր օգտագործումը ուժեղացնում է իմունային համակարգը։ Հնում հաղարջը աճեցվել է միայն վանքերի բակում, ինչի համար այն ստացել է վանական հատապտուղ անվանումը։ Առատ բերք ստանալու համար հաղարջի թուփը պետք է բաղկացած լինի տարբեր տարիքի առնվազն 10-ից 15 ճյուղերից, որից ամենամեծ հատապտուղները հայտնվում են 3-ից 5 տարեկան ճյուղերի վրա։ Սև հաղարջը շատ ավելի բուրավետ է, քան կարմիր հաղարջը, իրենց մեջ պարունակող եթերայուղերի առատության պատճառով։ Նրանց մեծ մասը կուտակվում է հաղարջի տերևների ստորին մակերեսին։ Հաղարջի 1000 հատ սերմը կշռում է 0,9-ից 1,8 գրամ։ 1 կգ սև հաղարջը պարունակում է շուրջ 3300 հատիկ պտուղ կամ 714 000 սերմ։ Բարենպաստ պայմաններում հաղարջի 1 հեկտար թփերից կարելի է հավաքել մինչև 1850 կգ հատապտուղ։ Սև հաղարջի տերևները, բողբոջները և հատապտուղները օգտագործվում են որպես նուրբ և արդյունավետ ախտահանիչ։
Ջերմային մշակման արդյունքում հաղարջը կորցնում է իր օգտակար հատկությունները, հետևաբար երկարաժամկետ պահեստավորման համար ավելի լավ է պարզապես հատապտուղները աղալ և խառնել շաքարով։ Հաղարջը օգտագործվում է լնդերի, գաստրիտի, մրսածության, վիտամինների պակասության և սրտի հիվանդությունների բուժման համար։